Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քանի որ հարցերի ժամանակ իմ հերթը չհասավ, ես նախ Տիկին Հակոբյան ուզում եմ ձեզ արձագանքել, որ միայն հիմնական աղբյուրը դա մեքենաները չեն, բայց ամիսներ, տարիներ շարունակ օդի աղտոտվածության հարցը, որ բարձրացվում էր, Երևան քաղաքի ավականու ուրեմն ձեր խմբակցության ղեկավարը այսպես կամհարական ստատուսներով բանով հանդես է գա եւ ոչ միայն ինքը հիմա արդեն սկսել եք մտածել օդի մասին, լավ է որ սկսել եք մտածել, բայց որ ավելի շուտ մտածեիք դրա մասին ավելի լավ կլիներ, տևական ժամանակ դրա մասին խոսել ենք, ինձ թվում է առիթը կընձեռնվի համապարփակ այս թեմայի մասին խոսել, բայց լավ է որ արդեն տեղ է հասել, դա շատ ողջունել է։ Հիմա պարոն Պապյան, երկու հարց ունեմ։ Առաջին հարցս դա վերաբերվում է 90 օրա սահմանափակումների հետ կապված։ Ինչ նորություններ կան այս մասով, խնդրում եմ ձեր եզրափակիչ ելույթի ժամանակ ասեք, որովհետև հազարավոր մեր հայրենակիցներ անհամբեր սպասում են, թե ինչ նորություններ կա դրա հետ կապված եւ ինչ հանգրվանի եք հասել բանակցությունների արդյունքում էլեկտրոմոբիլների հետ կապված էլի թե հանձնաժողովի նիստի ժամանակ թե լիագումար նիստերի ժամանակ պարոն Բագրատյանը էլի ասեց դրա մասին, բայց ուրախ եմ որ այդ հարցով էլ արդեն որոշակի առումով ձեզ մոտ էլ մտահոգություն կա, բայց մարդկոսների հետ կապված լրջագույն խնդրի առջև են կանգնելու, որովհետև եթե տեսնում ենք այն երկրների ուրեմն վիճակը, որը մեզնից ավելի տարիներ առաջ են այս խնդրի առջև բախվել, լավ կլինի, որ օր առաջ այս խնդրի մասին մտածենք, բայց ինձ ուրիշ հարց է հետաքրքիր, ես ուզում եմ, քանի որ ինձ մտահոգող հարցերը ստե հնչեցին, բայց կարևոր մի հարց կա, խնդրում եմ հնչեցրեք թվերը, թե որքան էլեկտրոմոբիլ պետական ոլորտի աշխատողների, այսինքն պետությունը ինչքան էլեկտրոմոբիլ է գնել իր կարիքների համար, ծառայողական մեքենաները, ինչ կա այս հարցով, արդյոք ունեք հաշվարկներ, թե արդյոք ունեք հաշվարկներ, թե ինչքան ներդրում է պետք եւ ինչ հիմա այս պահին ինչ վիճակ է, շնորհակալություն։